Եվ մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ և Հայրոսին ասաց. աղջիկդ մեռավ, հոգնություն մի պատճառիր դրան։ Իսկ երբ Հիսուս լսեց, նրան պատասխանեց և ասաց. մի վախեցիր, միայն հավատա և նա կապրի։ Եվ նա նրա տունը մտնելով ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից, Հովհաննեսից և երեխայի հորից ու մորից։ Ամենքը լալիս էին և ողբում էին նրա վրա, և նա ասաց. լաց մի եղեք, որովհետև մեռած չէ, այլ ննջում է։ Եվ նրանք ծաղրում էին նրան, որովհետև գիտեին, որ մեռած էր։ Եվ ամենքին դուրս հանելով բռնեց նրա ձեռքից, գոչեց և ասաց. վեր կաց, կանգնիր, ով մանուկ։ Եվ նրա հոգին վերադարձավ և մանուկը իսկույն կանգնեց։ Հիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան, և նրա ծնողները զարմացած մնացին։ Իսկ նա պատվիրեց ոչ ոքի չասել, ինչ որ եղել էր։ Ղուկասու ավետարանից ընթերցված հատվածը, գիտենք հայտնի հատված է, կոչվում է Հարիոսի աղջկա հարությունը։ Հարիոս անունով ժողովրդապետի կամ իշխանի 12 տարեկան մինուճար աղջիկը մահամերձ հիվանդ էր։ Հարիոս եկավ Հիսուսի մոտ խնդրելու, որ գա իր աղջկան փրկի այդ վիճակից։ Հիսուս երբ Հարիոսի հետ գնում էր, ճանապարհին Հարիոսի տնից գուժ բերեցին։ Ասացին նրան անօգուտ է արդեն, էլ մի հոգնեք, մի շտապեք, մեռավ աղջիկը։ Երբ այս գուժը լսեցին, Հիսուս շրջվեց և Հարիոսին ասաց. մի վախեցիր, միայն հավատա և աղջիկդ կապրի։ Եվ մնացած պատմությունը գիտենք, եկավ տուն և մեռած երեխային կենդանացրեց։ Հարիոսի մասին այդ հատվածում ենք մենք կարդում, ուրիշ տեղ ավետարանում իր մասին ոչինչ ասված չի։ Ով էր, ինչ էր, հավատում էր, մենակ գիտենք, որ ժողովրդապետերը ասել է, թե իշխաններից մեկն էր, իշխանավորներից մեկն էր, հրեա։ Բայց նույնիսկ այս հատվածից մի բան է երևում։ Նեղության կամ վշտի մեջ համենայն դեպս Հարիոսը իր լսածներով, ինչ որ լսել էր Հիսուսի մասին, հավատացել էր, հավատ կար իր մեջ։ Դրա համար այդ նեղության պահին, այս փորձության պահին, այս վշտի պահին Հարիոսն ինչ է անում։ Թողնում է աղջկան այդ վիճակում, տանը ահագին մարդ հավաքված, ինքը շտապում է Հիսուսի մոտ, որպեսզի Հիսուսից օգնություն հայցի։ Հիմա այս մարդ հավատք ուներ, թե չուներ։ Ուներ, անկասկած հավատք ուներ։ Մի պահ գամ մեր օրերը, շատ ու շատ մարդիկ, որ տանը ծանր հիվանդներ են ունենում, ծանր հիվանդներ, հաճախ անբուժելի հիվանդներ և ծանր վիճակի հասած հիվանդներ, և խառնվում են իրար բժիշկ, դեղ, այս կողմ, այն կողմ, իրենց հարազատներից, բարեկամներից կամ ընկերներից մեկ իրենց հուշում է, ասում է քահանա բերեք թող աղոթ կանի։ Ոմանք լսում են, ավելի շատ հետևյալ պատասխանը. հիմա դրա ժամանակը չի, հիմա մեր հիվանդը վատ է։ Այսինքն, տեսեք Հարիոսի դիրքը և այսօրվա մարդկանց մեծ մասի դիրքը, հիմա դրա ժամանակը չի, բա երբ է դրա ժամանակը, մեռնելուց հետո, որ ամեն ինչ վերջանա նոր, ինչ է նշանակում, որ մարդիկ հավատ չեն ընծայում աղոթքին, Աստծուն, չեն վստահում։ Ի տարբերություն այս մարդկանց, Հարիոսը հավատում էր և վստահում էր, դրա համար գալիս է Հիսուսի մոտ, ընկնում է Հիսուսի ոտքերը և ասում է աղջիկս մահամերձ է, արի փրկիր աղջկաս։ Այս առաջի մոտեցումն է։ Մարդը, որ նեղության մեջ է լինում, հաճախ այս նեղությունները, դժվարությունները, հիվանդությունները, վշտերը ստիպում են մարդուն, որ մարդը գնա Աստծու առաջ։ Մարդը գնա Աստծուն ընդառաջ, գնա Աստծո դիմաց կանգնի և աղաչի, ասի Տեր օգնիր ինձ, փրկիր ինձ։
Բայց երկրորդ հանգամանքը կա։ Այդ վշտի ու նեղության ժամանակ փորձությունա վրա հասնում, որ մարդուն հուսահատեցնի, որ մարդուն տկարացնի, որ մարդու հավատքը թուլացնի եւ մարդը հեռանա։ Այդ փորձությունն ինչ էր, երբ որ ճանապարհին եկան Հարիոսի տնից եւ ասեցին. «Էլ անօգուտ է, էլ ոչ մի բան օգուտ չունի, որտեվ աղջիկը մեռավ, էլ մի հոգնեցրու Հիսուսին, իզուր թող չգա, աղջիկը մահացել է»։ Շատ հաճախ մեր կյանքում այսպիսի բաներ ա լինում եւ մարդիկ երբեմն ընկրկում են, ասում են՝ «Բա ես հավատում եի Աստծուն, ինչի էսպիսի բան եղավ ինձ հետ։ Բա ես վստահում եի Աստծուն, բա ես հույսը դրել էի Աստծո վրա, ինչի էսպիսի բան եղավ ինձ հետ»։ Այս հատվածը պատասխանը տալիս է ինչի, որպեսզի դու ավելի մեծ հրաշք տեսնես, որպեսզի դու տեսնես ոչ թե հիվանդի բժշկությունը, այլ մեռելի հարությունը։ Այստեղ Քրիստոսի խոսքերն է, միշտ պետք է հիշել, որ խոսքը՝ մի վախեցիր, միայն հավատա։ Մի վախեցիր փորձության մեջ, մի վախեցիր վշտի մեջ, մի վախեցիր նեղության մեջ, մի վախեցիր անձկության մեջ, միայն հավատա։ Որովհետև Աստծո համար կամ Աստծո մոտ մահ գոյություն չունի։ Աստծո համար բոլորը կենդանի են։ Աստծո համար մեր ննջեցյալներն էլ կենդանի են։ Որտև Ավետարանը ասում է՝ կա կենդանիների երկինքը, երկնքում մի տեղ, որտեղ այդ կենդանիներն են, իսկ ովքեր են դրանք, մեր ննջեցյալներն են։ Մեզ պետք է հավատալ։ Մեզ պետք է վստահել եւ հավատալ Աստծուն։ Բոլոր նեղությունների, բոլոր վշտերի, բոլոր փորձությունների, տեսակ դժվարությունների մեջ, որ մեր կյանքում կարող են պատահել մեզ, դրանք ինչի համար են, որպեսզի մենք մեր հավատքի մեջ զորանանք, որպեսզի մենք վստահենք Աստծուն, որպեսզի մենք ապավինենք Աստծուն։ Եվ հատվածի վերջում ինչ է ասում։ Ասում է, երբ որ աղջիկը հարություն առավ, ծնողները զարմացան, որտև իրենք չէին սպասում։ Իրականում դրանք բնական բաներ են, զարմանալի չեն, բայց մենք այնքան ենք հեռացել Աստծուց, որ Աստծո համար Աստծո կարողությունները, Աստծո շնորհները, Աստծո զորությունները մեզ զարմանք են պատճառում։ Աստված, որ արարել է մարդուն, հողից ստեղծել է եւ կենդանություն է տվել, որ Աստված այս ամբողջ տիեզերքը ոչնչից իր խոսքով ստեղծել է, միթե Աստծո համար անհնարին կամ անկարելի բան կա։ Այդ մենք չենք հավատում, որ Աստված չի կարող, բայց Աստված ամեն ինչ կարող է։ Եվ Ավետարանն է մեզ սովորեցնում, ասում է, ինչ որ մարդու համար անհնարին է, ինչ որ մենք ասում ենք դա հնարավոր չի, Աստծո համար հնարավոր է։ Ուղղակի մեր հավատքն է տկար։ Ուղղակի մենք Աստծոց հեռացած ենք ապրել։ Ուղղակի մենք անաստված ենք ապրել։ Ուղղակի մենք առանց Ավետարանի ենք ապրել։ Առանց Աստծո խոսքի ենք ապրել, առանց աղոթքի ենք ապրել։ Ապրել ենք այնպես, ինչի մասին այսօրվա ընթերցվածի մեջ մեզ զգուշացնում էր Պողոս առաքյալը, ասում է, տեսեք, թե ինչպիսի զգուշությամբ պետք է ընթանաք, ուրեմն մենք հենց այնպես չպետք է ապրենք, մենք պիտի զգուշ ապրենք մեր կյանքը, զգուշ պիտի ընթանանք, ոչ թե ինչպես անմիտներ, այլ ինչպես իմաստուններ։ Այս իմաստությունը աշխարհի իմաստության մասին չի խոսքը, Աստծով իմաստացածի մասին է խոսքը, որովհետև ուրիշ տեղ Պողոս առաքյալն ասում է, այս աշխարհի իմաստունը ավելի տկար է, քան թե Աստծո հիմարը։ Ուրեմն Աստծո հիմարը ավելի իմաստուն է, քան այս աշխարհի իմաստունը։ Ուրեմն Աստծով իմաստուն լինելու մասին է խոսում եւ Աստծով անմիտ լինելու մասին է խոսում։ Այլ ինչպես իմաստուններ, ժամանակը օգտագործեցեք, քանզի օրերը չար են, այսինքն ժամանակը մի վատնեք, մի կորցրեք, անիմաստ, փուչ, ունայն բաների վրա, որ մի օր ասեք կյանքս անցավ,
բայց ես բան չհասկացա։ Այլ ժամանակ օգտագործեցեք ինչի համար, ապաշխարության համար, որովհետև կյանքի ժամանակը մեզ ուրիշ բանի համար տրված չէ, եթե ոչ ապաշխարության համար, եթե ոչ Աստծուն գտնելու համար, Աստծուն ճանաչելու եւ ապաշխարությամբ Աստծուն մերձենալու, Աստծուն մոտենալու համար է տված կյանքը։ Մի կորցրեք ժամանակը, մի մտածեք, որ ժամանակ շատ ունենք, դեռ կհասցնենք, չէ, աչքներս կփակենք, կբացենք ու կտեսնենք, որ կյանքը վերջացավ, ժամանակը վերջացավ, այդ շատ թվացող ժամանակը շատ արագ անցնելու է, դրա համար առաքյալը զգուշացնում է, ասում է ժամանակը օգտագործեցեք, քանզի օրերը չար են, իրապես օրերը չար են աշխարհի մեջ, բայց այդ չարին պետք չի նայել, այդ չարով պետք չի գայթակղվել, այդ չարը պետք չի, որ մեզ շեղի ժամանակը օգտագործելուց, որտեղ մենք կարող ենք տրվել այդ չարի սանդրանքներին, այդ չար լուրերին, չար խոսքերին, չար տրամադրություններին, չար գործերին, իսկ մենք այդքան իմաստ ունենք, որ իմանանք որնա չարը, որնա բարին։ 8 տարի առաջ մեզ թվում էր մի բան բարի է, հետո պարզվեց չար է։ Այսօր մեզ թվում է այս բանը բարի է, կպարզվի, որ վաղը չար է։ Ուրեմն մենք չարն ու բարին շատ հաճախ չենք կարողանում զանազանել, որտեղ աստվածային իմաստություն չունենք։ Ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, աստվածային շնորհի լույսով լուսավորված չի մեր միտքը լուսավորված է այս աշխարհի գիտությամբ, որը հարաբերական է, որը խաբուսիկ է, որը խաբկանքային է, որովհետև առաքյալն ասում է աշխարհը իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն։ Աշխարհային իմաստությունը չի կարող Աստծուն ճանաչի։ Բայց եթե չի կարող Աստծուն ճանաչի, ո՞նց կարող չարը բարուց զանազանի։ Մենք էլ չենք կարողանում զանազանել, որովհետև այդ աշխարհային իմաստությամբ զինված ենք փորձում ապրել մեր կյանքը։ Մինչդեռ մենք ուրիշ կերպ պիտի մտածենք։ Վերին հոգևոր իմաստությամբ պիտի ընթանանք։ Հոգևոր իմաստությամբ պիտի փորձենք մեր կյանքն ապրել, պիտի կրթվենք ավետարանով, պիտի ապրենք ավետարանով, պիտի աղոթքով զորացնենք մեզ, պիտի աղոթքով միշտ հաղորդակցության մեջ լինենք Աստծո հետ, որ աստվածային շնորհները մեզ այցելեն, Աստված լուսավորի մեր միտքը, մեր հոգին, որ մենք կարողանանք զանազանել չարը բարուց։ Եվ այսօր էլ շատ մարդիկ սենց տարակուսանքի մեջ են, թևաթափ են, չգիտեն ինչ անեն, շատերը գալիս են ասում են Տեր հայր ինչ անենք, ասում եմ ես էլ չգիտեմ ինչ անենք, այսպես անենք կարող է սխալվենք, այնպես անենք կարող է սխալվենք, մի բան գիտեմ, որ անենք չենք սխալվի, ասում են ինչ, ասում եմ աղոթել է պետք, աղոթքը միշտ բարի է, աղոթքը չար չի, աղոթքը, հա, Աստծուն ապավինել է նշանակում, իսկ Աստված կարա ամեն վիճակից մեզ հանի, եթե մենք ապավինում ենք Աստծուն։ Մարդիկ կան, ասում դե աղոթքը իր տեղ ունի, բայց մենք մի բան պիտի անենք։ Ասում եմ չէ, դու հələ աղոթիր։ Ինչ է նշանակում աղոթքը իր տեղն ունի, բայց մենք մի բան պիտի անենք։ Քո մի բան անելը աղոթքից զորեղ պիտի լինի։ Դու ավելին ես անելու, քան Աստված կարա անի մեր աղոթքներով։ Հələ մենք աղոթելը սովորենք, հետո նոր կտեսնենք մի բան պետք է անել, թե պետք չի անել։ Մինչև մենք աղոթելը սովորենք, Աստված ամեն ինչ կանի։ Կանի ինձ ոնց որ բարի է, կանի ինձ ոնց որ պետք է։ Եվ առաքյալը շարունակում է. դրա համար անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը, որտեղից իմանանք ինչ է Տիրոջ կամքը, մենք մեզանից կարանք վստրենք մի բան, ասենք սա է Տիրոջ կամքը, սխալ կլինի, բա Տիրոջ կամքը մենք ոնց պիտի ճանաչենք, եթե ոչ աղոթքով և Սուրբ գրքով, ուրիշ կերպ չունենք Աստծո կամքը ճանաչելու, մենք պիտի աղոթենք և Սուրբ գիրք կարդանք։ Շատ տարիներ առաջ, որ ես նորահավատ էի,
նոր հավատքի է եկել։ Իմ մեջ հարց էր առաջացել, թե ինչա Տիրոջ կամքը, լավ Աստված ինչա ուզում, ինձանից ինչա ուզում, մարդուց ինչա ուզում, ինչա Տիրոջ կամքը։ Եվ այս հարցը ես տալիս էի տարբեր մարդկանց, ավելի փորձառու հավատացյալների, բոլորից գրեթե նույն պատասխանն էի ստանում, բայց ես չէի հասկանում։ Ինչի, որովհետև ես դեռ պատրաստ չէի ընկալելու այդ պատասխանը։ Բայց փնտրում էի, հարցնում էի, աղոթքի մեջ ասում էի, Տեր Աստված, լավ, դու ինձ հասկացրու, քո կամքը ինչ է, դու ինձանից ինչ ես ուզում, ինչ անեմ։ Եվ Աստված ի վերջո մի օր իմ աղոթքները լսեց եւ իմ աղոթքի պատասխանը տվեց ինձ։ Ինչպես տվեց։ Սուրբ Գիրք կարդալուց հստակ կարդացի իմ հարցի ուղղակի պատասխանը բառացի։ Սուրբ Գրքում գրված էր Ավետարանում։ Աստծո կամքն է ձեր սուրբ եւ կատարյալ լինելը։ Ահա թե ինչ է Աստծո կամքը։ Որպեսզի մենք սուրբ լինենք, այսինքն մեղքերից հեռու մնանք եւ կատարյալ լինենք Տիրոջով։ Ասում է ճանաչեք Աստծո կամքը եւ մնացեք Աստծո կամքի մեջ, անմիտ մի եղեք։ Մի հարբեք գինով, դրա մեջ զեղություն կա, այլ մանավանդ լցվեք հոգով։ Որպեսզի խոսեք միմյանց հետ սաղմոսներով, օրհներգություններով եւ հոգեվոր երգերով, որպեսզի երգեք եւ ձեր սրտերում սաղմոս ասեք Տիրոջը։ Մի նախադասություն, որի մեջ ամեն ինչ ասված է, մի հարբեք գինով, դրա մեջ զեղություն կա։ Ես կարծում եմ առաքյալը այս գինով հարբելու զեղության մասին ուղղակի չի սենց նեղացնում միտքը գինու վրա, կամ հարբելու վրա, կամ զեղության վրա, այլ աշխարհային ընթացքի վրա է։ Կերուխումի, առուծախի, առուփախի, ախուբախի, կուտակելու, այսինքն աշխարհիկ ընթացքի մեջ մի եղեք։ Սա կորստյան ընթացք է, սա կորստական ընթացք է, այլ ինչ եղեք։ Զորացեք հոգով, լցվեք Սուրբ Հոգով։ Որտեղ կարող ես լցվել Սուրբ Հոգով։ Խնջույքի սրահում, հարսանիքի դահլիճում կարող ես Սուրբ Հոգով լցվել։ Այնտեղ մենակ գինով կարաս լցվես։ Եկեղեցում պիտի լցվես Սուրբ Հոգով։ Աղոթքի ժամանակ պիտի լցվես Սուրբ Հոգով։ Սուրբ Գիրք ընթերցելուց պիտի լցվեք Սուրբ Հոգով։ Այլ մանավանդ լցվեք Սուրբ Հոգով, որպեսզի խոսեք միմյանց հետ սաղմոսներով, օրհներգություններով եւ հոգեվոր երգերով։ Երանի թե մենք որ իրար հանդիպելուց սաղմոսներով իրար հետ խոսենք, սաղմոսներով իրար հետ հարաբերվենք, հոգեվոր երգերով եւ օրհներգություններով, այլ ոչ թե բամբասանքով, չարախոսությամբ, լուրերով, Պողոսն ինչ ասեց, Պետրոսն ինչ ասեց, ինտերնետում էր գրած, ընդեղ էր արած, Facebook-ը սենց էր ասում։ Որպեսզի երգեք եւ ձեր սրտերում սաղմոս ասեք Տիրոջ, այսինքն սրտիդ մեջ միշտ փառաբանություն բարձրանա առ Աստված։ Գոհություն հայտնեցեք ամեն ժամ, ամեն ինչի համար, Հորը Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն, ասում է Պողոս առաքյալը։ Ուրեմն ինչ պիտի անենք, ժողովուրդ ջան։ Այս մեր ընթացքի մեջ մենք պիտի հասկանանք երկու ճանապարհ կա։ Աշխարհի նյութի ժամանակավոր ճանապարհը եւ հոգու Աստծո հավիտենական ճանապարհը։ Մենք ո՞րն ենք ընտրում։ Այդ որ ասեց Ադամի առաջ դրված էր չարն ու բարին, որպեսզի ընտրեր, հենց էս էր։ Եվ ամեն մարդ, որ աշխարհ է գալիս, ամեն մարդու առաջ այս ընտրությունը դրած է։ Այդ չարի բար ու գիտության ծառը մեր առաջ դրած է։ Մենք ընտրում ենք աստվածայինը, հոգևորը, թե ընտրում ենք աշխարհայինը, մարմնավորը։ Մարմնավորի վախճանը մահն է, հողն է, այս աշխարհն է։ Հոգևորի վախճանը երկինքն է, երկնքի արքայությունն է։ Մի վախեցեք, հավատացեք եւ կապրեք, ասում էր այսօր ավետարանում մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի, ամեն։